Ուրեմն 10 ոլորտները ռազմավարական հայեցակարգի 10-ից 9 ներհայաստանյան, այսինքն հայկական պետության, այսօրվա հայկական պետության կազմակերպման վերաբերող ոլորտներ են, իսկ դրանցից մեկը, ինչպես անունից երևում է, համազգային հարցերն են, այսինքն հարցեր, որոնք վերաբերվում են ամբողջ հայ ժողովրդին, ամբողջ հայ ազգին, Հայաստանում և արտերկրում։ Այդ ոլորտը, համազգային հարցերի ոլորտը մենք բաժանել էինք 3 ենթամասերի, որոնցից մեկը ժողովրդական խնդիրներ իր ձնելիության և արտակարգ հայրենադարձություն ենթաբաժանումներով, իսկ մյուս երկուսը բանջարդիրության խնդիրը և Հայաստան սփյուռք հարաբերությունների խնդիրը։ Ինչ ենք հասկանում բանջարդիրություն ասելով, այսինքն դա վերաբերվում է հայ ժողովրդի, հայ ազգի տարածքային իրավունքներին և հարակից իրավունքների, Թուրքիայի և հայ ժողովրդի նկատմամբ հաշվելու այլ դերությունների նկատմամբ։ Այս առումով նախախորհրդարանը համարում է, որ հայ ժողովրդի, հայ ազգի գերակույն նպատակը մնում է հայ ժողովրդի վերստին համախմբումը իր պատմական հայրենիքում, այսինքն հայկական բարձրավանդակում և այդ տարածքում ազատ ինքնորոշման իրավունքից և հնարավորությունից ելնելով հայ ազգի համար ազատության պայմաններում ստեղծագործ կենսագործունեություն ծավալելու հնարավորության իրականացումը։ Սա հայ ժողովրդի անօդարելի իրավունքն է և այլ հանգամանքների խնդրով առարկա չի կարող լինել։ Մենք գիտակցում ենք, որ ցանկացած խնդիր, ցանկացած հարց, առավել ևս քաղաքական, աշխարհակաղակական հարցի լուծում պահանջում է հանգամանքների ներկայություն, ներքին և արտաքին հանգամանքների առկայություն, ուժերի համապատասխան հավասարակշռություն և հանգրվանային լուծում։ Այս առումով մենք գիտակցում ենք, որ քիչ առաջ նշածս հայ ազգի գերակույն նպատակ համարվող նպատակի իրականացումը հայ ժողովրդի համար և հայկական պետության համար մնում է հեռահար նպատակ, որը պետք է իրականացվի հայ ժողովրդի, բովանդակ հայ ժողովրդի հնարավորությունների և ռեսուրսների համախմբումով, մեկտեղումով և ներգործումով։ Եվ այդ նպատակի իրականացումը իրենից ներկայացնում է փուլային մոտեցում, այսինքն միանգամից իրականացվող նպատակ չի կարող համարվել։ Այդ նպատակը մենք համարում ենք, որ հայ ժողովուրդը հասնելու է այդ նպատակի իրականացմանը, հաշվի առնելով նաև տվյալ տարածքում ներկայումս բնակվող բոլոր ժողովուրդների, ներկայացուցիչների խնդիրները և շահերը։ Այսօր հայ ժողովուրդը գտնվում է իր պատմական հայրենիքի ընդամենը մի տարածքի վրա է բնակվում, այսօրվա, այսպես ասած, պայմանականորեն ասած, ապրող կենտրոնի Հայաստանը, հայկական պետությունը, այսինքն Հայաստանի Հանրապետություն տերմինով ճանաչված 29,000 քառակուսի կիլոմետր և Արցախի Հանրապետությունը ազատագրված տարածքներով հանդերձ, այսինքն երբ հայկական պետություն ենք ասում, մենք հասկանում ենք այս 42-43 հազար կիլոմետր քառակուսին և նաև դրա վրա գումարված առայժմ այսօր դեռևս ոչ հայկական պետության մաս չկազմող, սակայն հայկական բարձրավանդակի մաս կազմող և հայերով բնակեցված Ջավախքի տարածքը ներկայացնում են այսօրվա կենտրոնի Հայաստանը և այս Հայաստանը, այսօրվա կենտրոնի ապրող Հայաստանը իրենից ներկայացնում է բացարձակ արժեք, որը պետք է ամեն գնով պահպանել, պայպայել և հզորացնել։
Այսինքն սա նշանակում է, որ այսօրվա կենտանի Հայաստանի գայացումը եւ բահբանումը եւ հզորացումը ոչ մի այլ նկատառման զոհ չի կարող դառնալ։ Մենք ուզում ենք անպայման հստակեցնել, որ գերակույն նպատակի, այսինքն հայկական ամբողջական Հայաստանի, հայկական բարձրավանդակի վրա հայ ժողովրդի համախմբման եւ ազատ ինքնորոշման առանցին պետությունը ստեղծելու իրավունքով ինքնորոշման նպատակի իրականացումը եւ այսօրվա կենտանի ապրող Հայաստանի գայացումն ու հզորացումը չի կարելի եւ չպետք է իրար հակատվել։ Ոչ իշահ մեկին մյուսին վնասել եւ ընդհակառակը ոչ երկրորդին իշահ առաջինը վնասել։ Այսօրվա Հայաստանը, կենտանի Հայաստանը մենք համարում ենք, որ այն վաղվա հայ ժողովրդի գերակույն նպատակի իրականացման գլխավոր երաշխիքն է, այսինքն այն հենքն է, այսօրվա կենտանի Հայաստանը այն հենքն է, որով հնարավոր պիտի լինի իրականացնել վաղվա մեր հերահար նպատակը։ Ավելին, մենք բոլորս գիտակցում ենք, որ ցավոք այսօր մեր հայրենիքից մնացած այս փոքր տարածքը գտնվում է լուրջ վտանգի ենթակա, լուրջ վտանգների ենթակա, ցավոք գլխավորապես հայանուն մարդկանց վարած քաղաքականության պատճառով է, որ մեր հայրենիքի այս գդորը գտնվում է վտանգի ենթակա եւ հայ ժողովրդի, ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանում բնակվող եւ արտերկրում բնակվող հայ ժողովրդի առաջնահերթ վարդականությունն է մեր այսօրվա ապրող հայրենիքը, այսինքն 42-3000 կիլոմետր քառակուսին եւ Ջավախքը դուրս բերել այսօրվա իր այդ վտանգված իրավիճակից, առաջին բարդականությունն է, առաջնահերթ բարդականությունն է այս հայրենիքը դարձնել առողջ, իսկական հայկական պետություն, որտեղ հայ ժողովուրդը օդարված չի զգում իր հողից, իր պետությունից, իր հայրենիքից եւ պետություն, որը կրկնում եմ հանդիսանալու է վաղվա մեր ավելի մեծ նպատակի, հերահար նպատակի իրականացման հենքը։ Գերակույն նպատակի ամբողջ հայկական բարձրավանդակի վրա հայկական պետականության հաստատման նպատակը հայ ժողովուրդը իրավունք չունի անել այնպիսի քայլեր այդ առումով գերակույն նպատակի իրականացման ջամփուն վրա կատարել այնպիսի քայլեր, որոնք վտանգի կարող են ենթարկել այսօրվա Հայաստանը։ Ես նորից կրկնում եմ այս երկու նպատակները, մեկը գերակույն հերահար նպատակը, մյուսը առաջնային նպատակը, այսինքն այսօրվա պետականության կայացումը եւ հզորացումը չպետք է իրար հագատվել եւ չպետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ մեկի իրականացումը վնասի մյուսին։ Նաեւ նույն դրամապանությամբ ընդունելի չէ, բացարձակապես մերժելի է ցանկացած կեցվածք, որ այսօրվա Հայաստանի իբր հզորացման բادرվագով զիջումներ կամ բարդողական կեցվածքներ կցուցաբերի հայ ժողովրդի, հայ ազգի գերակույն նպատակի իրականացման ջամփուն վրա։ Այսինքն մեզ համար մերժելի են բոլոր այն կեցվածքները, որոնք ասում են, թե իբր այսօրվա Հայաստանի գայացման եւ անվտանգության իբր ճակերտների մեջ անվտանգության համար Հայաստանը պետք է զիջումների գնա Թուրքիայի նկատմամբ կամ այլ երկրների նկատմամբ։ Ավելին, մենք գտնում ենք, որ նույնիսկ այսօրվա Հայաստանի անվտանգությունը բանջում է, կրկնում եմ, այսօրվա Հայաստանի անվտանգությունը բանջում է անզիջում գեցվածքներ ցուցաբերել մեր գերակույն նպատակի առումով։ Հայաստանը, այսօրվա Հայաստանը իրավունք չունի, մենք իրավունք չունենք հարակից պետությունների նկատմամբ եւ առաջին հերթին Թուրքիայի նկատմամբ ցուցաբերել բարդողական եւ հաշտվողական վերաբերմունք, լինի դա պատմական ճշմարտության ճանաչման, դատապարտման եւ հադուցման հարցերում կամ լինի
սահմանային եւ դարածքային հարցերում, որովհետեւ անկախաբար պատմության եւ մեր ժողովրդի պատմական իրավունքների նկատմամբ սկզբունքային կեցվածքից նման դիրքորոշումներ լրջորեն վտանգի են կենթարկեն այսօրվա Հայաստանի անվտանգությունը։ Եթե Հայաստան պետությունը, այսօրվա կենթանի Հայաստան պետությունը բարդավոր է հաշվենկատ լինել եւ ողջամիտ քաղաքականություն որդեգրել հայ ժողովրդի գերակույն նպատակի իրականացման առումով, այսինքն չգնալ արգածախնդրությունների, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ բարդավոր է նույն զգուշավորությունը ցուցաբերել։ Բարձ է թե ինչի մասին է խոսքը, մեր ժողովուրդը հանգամանքների բերումով, մեր ժողովրդի մեծամասնությունը այսօր գտնվում է ցավոք իր պատմական հայրենիքից եւ այսօրվա կենթանի Հայաստանից դուրս, եւ այդ ժողովրդի մի կարևոր մասը սերած է Արևմտյան Հայաստանից եւ այդ մեր ժողովրդի այդ հատվածը չի գտնվում այն բարդավորությունների տակ, որի տակ այն զգուշավորության բարդացանքների տակ, որի տակ գտնվում է հայկական պետականությունը եւ Հայաստանում բնակվող մեր ժողովուրդը եւ հետեւաբար արտերկրի մեր հայրենագիցների եւ գառույցների պատասխանատվությունը եւ բարդականությունն է ավելի հանդուկ ընկերով արձարծել հայ ժողովրդի գերակույն նպատակի իրականացման խնդիրները եւ այդ գործը կատարել Հայաստանի հայկական պետականության հետ ռազմավարության ու մարտավարության հաշվենկատ եւ դերակատարությունների բաժանման դրամապանության ներքո։ Հաջորդ կետը, որ ուզում եմ ճշտել, այն է, որ հայկական պետության կողմից հաշվենկատ եւ ողջախոհ քաղաքականությունը բանջարության հարցի կապակցությամբ չի նշանակում, բացարձակապես չի նշանակում, որ հայկական պետությունը ոչինչ չի կարող կատարել այդ առումներով։ Կան բազմաթիվ արահետներ, ոլորտներ, որտեղ հայկական պետականությունը կարող է եւ անհրաժեշտ է, որ ունենա իր դերակատարությունը բանջարության եւ ընդհանրապես հաշվետու հայ ժողովրդի իրավունքների նկատմամբ հաշվետու պետությունների նկատմամբ քաղաքականության առումով ես չեմ ուզում թվարկել բոլոր այն քայլերը, որ կարող է հայկական պետությունը կարող է որդեգրել այս առումով, հաշվի առնելով տարածաշրջանային եւ համաշխարհային իրադրությունը, ուժերի հավասարակշռությունը եւ զարգացումները եւ իր պատրաստվածությունը հայկական պետությունը կարող է եւ անհրաժեշտության բarակայում պետք է արձարծի Ուիլսոնյան հաշտարար վճռի խնդիրը եւ կամ Հաագայի դատարանում արձարծի ցեղասպանության խնդիրը հայկական պետության բարդականությունն է դեր կանգնել հարևան երկրներում հայկական պատմական եւ մշակութային իրավունքներին բոլոր շահագրգռված պետությունների հետ եւ միջազգային գազམ་ագերբությունների եւ ոչ կառավարական միջազգային գազམ་ագերբությունների հետ համագործակցաբար ներգրավված լինել դվյալ երկրներում, այսինքն հայ ժողովրդի իրավունքների առումով հաշվետու պետություններում հայ ժողովրդի իրավունքների եւ այդտեղ գտնվող այդ երկրներում բնակվող այլ փոքրամասնությունների եւ ժողովուրդների իրավունքների հարցերով համապատասխան քաղաքականություն վարելու առումով, ինչպես նաեւ հայկական պետության բարդականությունների մեջ է ընկնում թուրքական պետությունից մշտապես պահանջել հայկական ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը եւ հայկական ցեղասպանության հետևանքների սրբակրումը։ Բանջարության հետ կապված բոլոր խնդիրները, ներառյալ Արցախի եւ Նախիջևանի խնդիրները գազմում են մեկ ամբողջություն, դրանք հայ ժողովրդի պատմական իրավունքների խնդիրներն են
եւ որոնց լուծումը պետք է գտնվի, որոնց, այսինքն այդ իրավունքներից զրկված լինելու հանգամանքի պատճառը, հիմնականում պատճառներից գլխավորը հայ ժողովրդի այն ցեղասպանությունն է, որուն ենթարկվել է հայ ժողովուրդը, եւ հետեւաբար բոլոր հարցերի լուծումը պետք է հիմնականում մեծ հաշվով գտնել հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության հետևանքների վերացման աշխատանքների շրջանակներում։ Ամփոփ գծերի մեջ սրանք են բանջարդիրության առումով հայ ժողովրդի իրավունքների առումով նախախորհրդարանի կեցվածքները